Հորիզոնի տաղավարում է միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական կենտրոնի ղեկավար Ստեփան Սաֆայանը, շնորհակալություն Ստեփան։ Ես եմ շնորհակալ, բարի եկում։ Հենց որ Թրամփը դարձավ Միացյալ Նահանգների նախագահ, դրանից հետո ռուս-ամերիկյան հարաբերությունները ունեին մի քանի փուլեր, այսպես ասած, սկսած մեղրամսից եւ վերջացրած սառը պատերազմին մոտեցող ինչ-որ իրավիճակի։ Հիմա նրանք որ վիճակում են։ Իհարկե շատերը իրավացի կարծում էին, թե ի տարբերություն Օբամայի վարչակազմի Թրամփը կգնա լուրջ մերձեցման, բայց դա տեղի չունեցավ եւ մյուս ծայրահեղությունը նույնպես սառը պատերազմի մեկնարկը ի սկզբանե անիրատեսական էր, որովհետև աշխարհային վիճակում չէ, ինչ տասնամյակներ առաջ եւ դա ուղղակի խելահեղություն կլինի թե Ռուսաստանի թե Միացյալ Նահանգների համար գնալ սառը պատերազմի։ Հետևաբար լուծումները այո լինելու են այս երկու ծայրահեղությունների միջնամասում, թերևս, որովհետև նախ Միացյալ Նահանգներում Դոնալդ Թրամփի հետ կապված այդ մեծ աժոտաժը ռուսական հետքի նախագահական ընտրություններում ներգրավվածության եւ այլն բավականին լուրջ զսպաշապիկներ են ստեղծել, որպեսզի տեղի ունենա անգամ մեծ ցանկության դեպքում այդ ուժեղ մերձեցումը եւ նաեւ մյուս կողմից աշխարհակահաղական իրողությունները եւ Միացյալ Նահանգների ու Ռուսաստանի շահերի հակասությունները ըստ որում բավականին մեծ խնդիրներով եւ բավականին շատ խնդիրներով նման պատոհան չի ստեղծում լիակատար մերձեցման եւ թերևս ես կհամաձայնեմ պետքարտուղարության Սպիտակ տան տեսակետներին, որ այնուամենայնիվ կփորձեն պահպանելով տարաձայնությունները որոշակի խնդիրներում ինչ որ ընդհանուր եզրեր փնտրել։ Երևի ամենամեծ հավանականությունը, որ ընդհանուր եզրեր փնտրեն ու գտնեն հենց Սիրիայի հարցն է եւ ընդհանրապես ահաբեկչության դեմ պայքարի հարցը, արդյոք սա մեծ հավանականություն իրոք ունի եւ որևէ այլ հարցեր կան, որ նորից հավանական է, որ ընդհանուր եզրերի մոտենան։ Հարցը լավն է, շնորհակալ եմ։ Ես կարծում եմ Միացյալ Նահանգների նախագահի առաջին օտարերկրյա այցելությունը Մերձավոր Արևելք արդեն խոսում է Միացյալ Նահանգների եւ Սպիտակ տան ու ընդհանրապես Թրամփի վարչակազմի առաջնայությունների մասին։ Եվ նաև մենք եթե հիշենք նախընտրական բանավեճերը Թրամփը իհարկե առավելապես արտաքին խնդիրներից թերևս խոսում էր Մերձավոր Արևելքում քաոսի, անկառավարելի վիճակի, Միացյալ Նահանգների նախկին վարչակարգի իրականացած վատ քաղաքականության մասին, այսինքն ակնհայտորեն ոչ Ուկրաինան, ոչ առավել եւս Կովկասը երբեք չեն եղել եւ չեն լինելու առաջնությունների ցանկում եւ հետեւաբար այո խնդիրները կապված են լինելու Սիրիայի հետ եւ վաղվա քննարկմանը թերևս անգամ պետք չէ այդքան հույսեր փայփայել, որ համաձայնություններ կկայացվեն, որովհետև այն խնդիրները, որոնք լուծում են թե Ռուսաստանը, թե Միացյալ Նահանգները Սիրիայում եւ Մերձավոր Արևելքում, դրանք բավական տարբեր են եւ եթե անգամ ես չմեղադրեմ որևէ մեկին հակամարտության կարգավորման մեջ ամբողջապես շահագրգռված չլինելու մեջ հաստատապես այն ստաբիլությունը, որ նրանցից յուրաքանչյուրը պատկերացնում է միանգամայն այլ բան է եւ ճիշտ հակառակ բանն է, քան դիմացինն է ցանկանում։ Եվ պարոն Աբրամյանն էլ իր խոսքում հիշեցրեց խաղացողների բազմաթիվ լինելը, իդեպ խոսքը ոչ միայն այդ տարածաշրջանում արտատարածաշրջանային դերակատարների մեծաքանակության մասին է կամ թեկուզ եւ տարածաշրջանային դերակատարների, այլ նաեւ ընդհանուր Սիրիայի ներսում այդքան ֆրագմենտացված, բեկորացված ուրեմն խմբերը, որոնցից մի քանիսի ընդհանուր համաձայնությունը խնդրի կարգավորման տարբերակների շուրջ կարող է էական լինել։ Հետևաբար ես կարծում եմ թերևս այս պահին Միացյալ Նահանգների համար շատ կարևոր է ուղղակի թույլ չտալ Սիրիայի ներսում բալանսների կտրուկ փոփոխությունը, որը թերևս որի նշաններ, եթե չասեմ որը, ապա գոնե դրա նշաններ կային Սիրիայում ռուսական կամպանիայից հետո եւ այժմ ակնհայտորեն թերևս միգուցե խոսենք ազդեցության ոլորտների անուղղակի պահպանության նպատակների մասին։ Եվս մի խաղացողի մասին Թուրքիայի, որը մասնակցում է G20-ին որպես տնտեսապես զարգացած երկիր, այն ֆոնի վրա, երբ վատթարանում են հարաբերությունները Թուրքիայի եւ Եվրամիության, արդյոք այդ խնդիրը ինչ որ ձևով բարձրացվելու է վաղը կամ մյուս օրը։ Կդժվարանամ ասել, Թրամփի վարչակազմը ցույց է տալիս, որ թերևս իր համար պրագմատիկ մոտեցումները շատ ավելի կարևոր են եւ չի ասի թե
Տրամպը իհարկե կանտեսի Թուրքիայի հեռացման խնդիրը ընդհանուր եվրոատլանտյան արժեքներից եւ այլն։ Սա իհարկե մտահոգիչ է լինելու եւ հատկապես այսօր Վարշավայում Տրամպի ունեցած բավականին ուշագրավ եւ հավակնոտ ելույթի խորապատկերին, երբ նա ըստ էության անգամ Լեհաստանն է հայտարարում Եվրոպայի աշխարհագրական սիրտը եւ հոգին, սա արդեն նշանակում է, որ Եվրոպայի եւ Թուրքիայի հարաբերությունները չեն կարող ուղղակի Միացյալ Նահանգների տեսադաշտից դուրս լինել, բայց մյուս կողմից թերևս չմոռանանք Պուտինի եւ Էրդողանի սկսված սիրախաղը հերթական փուլը դրա եւ այս կատարվածքով Թուրքիան ինքը շարունակելու է մանևրել ամերիկյան եւ ռուսական թատերաբեմի միջեւ։ Պարոն Սաֆարյան, նախորդ ձեր պատասխանում որոշակի անդրադարձակ, բայց այնուամենայնիվ հարցն է, մեզ Արցախն է հետաքրքրում հատկապես վերջին զարգացումների ֆոնին։ Հնարավոր է ինչ-որ նախագահների հանդիպման ժամանակ G20-ի շրջանակներում Պուտին-Թրամփ կամ որևէ այլ երկու նախագահների հանդիպանցիկ անդրադարձ լինի Արցախին։ Խնդիրների առաջնահերթությունը անշուշտ տեղ չի թողնում, որ Ղարաբաղյան խնդիրը կամ հակամարտության կարգավորումը կարող է ուղղակի լուրջ օրակարգային հարց դառնալ Պուտինի եւ Թրամփի համար, դա միանգամայն տեղի չի ունենալու եւ հանուն արդարության եկեք հասկանանք, որ Ադրբեջանի կողմից իրավիճակի սադրումը վերջին շրջանում, որը բերեց հայկական կողմի պատասխանի, եղել է Ադրբեջանի ավանդական ստրատեգիական նպատակների շարքում, այսինքն նման խոշոր կարևոր հանդիպումներից առաջ հիշեցնել, որ հակամարտությունը թեժ է, հակամարտությունը վտանգավոր է, հետևաբար նրանք պետք է այն վերցնեն իրենց օրակարգում։ Բայց ես գրեթե վստահ եմ, որ Ալիևին չի հաջողվի ուղղակի պարտադրել Թրամփին կամ Պուտինին իրենց օրակարգ վերցնել մի խնդիր, որը երբեք չի եղել նրանց առաջնահերթությունների շարքում։ Ես կարծում եմ վերջում ուղղակի կհիշատակվի, որ այդ հակամարտության կարգավորման անհրաժեշտության մասին խոսվել է եւ ոչ ավելին։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական կենտրոնի ղեկավար Ստեփան Սաֆարյան ժամը 23-ին հեռանկարի հյուրն է լինելու մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ քաղաքագետ Թևան Պողոսյանը, որի հետ մենք խոսելու ենք շփման գծում հայկական կողմի հնարավոր նոր մարտավարության մասին։ Իսկ այս թողարկումը կշարունակի Արտակը։ Շնորհակալություն Արամ։